էր գրել, որ ինչ եղավ շների ապաստարանը, մի ապաստարանին չէ, որ չկարողացավ կառուցել։ Ելուխելերցերին թող կան նստեն լսեին ինչ բարձրացնեին հարցերը։ Երկու նիստե չեն գալիս չեն ներկայանում։ Ինչ արձագանք եմ, ասել եմ բազմիցս։ Անցած տարվանից այնպես եղավ, որ միդումնավոր, հենց միդումնավոր արդեն կարող եմ բարձրաձայնել, որ միդումնավոր տաբալվեց 128 միլիոն դրամանոց, եթե չեմ շփոթվում վերջում էլ 4 միլիոն ավելացրեցինք 132 միլիոն դրամանոց շների կացարանի ծրագիրը 5 անգամ մրցույթ ենք ներկայացրել չի եղել։ Մեր մոտ աշխատանքները գնում են, ասել եմ, որ մեր բյուջեով էսկիզային տարբերակը ներկայացրել եմ, զուտ մի խնդիր կար, եթե չեմ սխալվում, նոտարի հետ որ վերջնական այդ շենքը մեր բալանսի վրա լինի, եւ մենք կհայտարարենք մրցույթ։ Կհայտարարենք շների կացարանին մրցույթ։ Պարոն Առաքելյան, ասեցիք 9 ամիս արդեն դուք եք ղեկավարում Գյումրին, այս ընթացքում ակնհայտ է ձեր եւ իշխանության հակասությունները։ Դուք բյուջեի պետբյուջեից ստացող գումարների խնդիր ունեցել եք, օրինակ Գյումրին ունեցել է երբևէ այս ամիսների ընթացքում խնդիրներ դոտացիայի հետ կապված, չէ, որևէ ծրագրի հետաձգում։ Չէ, դոտացիայի հետ կապված խնդիրներ չենք ունեցել։ Խնդիրները կապված է որոշումների հետ, բազմիցս ասել եմ սոցիալական այդ դրամական օգնությունները, հետո աջուշտային այս կարգի փոփոխությունը, որը մեզ շատ հետ գցեց, էլեկտրոնային տարավ, խոչընդոտ է նաև այդ գնահատումները, գույքի, հողի, որովհետև մրցույթներ ես հայտարարում, մասնակցում են չափագրությունների մրցույթները, տարբեր մարդիկ են մասնակցում, մարդ կա, որ Իջևանից մասնակցել է չափագրության մրցույթների, այսօր այդ մարդը գտնվում է տնային կառույցի տակ, հիմա փորձում ենք մենք հասկանանք ինչը պետք է ասեցին, հասկացեք ժամանակային հատվածներով այնպիսի ժամանակ է, որ ինչ որ մրցույթ կասեցնում ես, հիմքը դնում ես, որ այդ մարդը չի կարող եւ այլն, ինչ որ հանգամանքներից ելնելով process-ը սկսվում է 20 օրյա, եթե չեմ սխալվում, ժամկետ, դա ժամկետը պետք է անցնի, դրանից հետո մրցույթ պետք է հայտարարվի։ Մրցույթը հայտարարեցիր, հրատապով եթե հասցրիր, կետերը կան 7 օրվա լավ, չէ, ուրեմն էլի 10 օրվա պարաբուր, 20 օր եւ այլն, մեկ էլ տեսնում ես, որ տարին կես է գնում։ Այդպիսի մեխանիզմները պետք է ավելի հեշտացվի։ Հետո առաջներում, եթե չեմ սխալվում, տես այդ բանը համակարգը ավելի լավ է, որ 3 անգամ մրցույթ ես հայտարարում ու մրցույթը չի կայանում, կարող ես ուղիղ արդեն պայմանագիր կնքես շինարարի հետ։ Տես որ այդ շների կացարանից էս բուն օրինակ, եթե մենք այդպիսի կարգը ունենայինք, այդպիսի կառավարության որոշումը ունենայինք, արդեն ինչ լինի, այսպես ասած, մի խելքի շինարար կգտնենք եւ իր այդ ուղիղ պայմանագիր կնքենք եւ սկսենք, որ եկեք կատարեք այդ աշխատանքը։ Այն բաներ կան, որ անում են իշխանությունները, չգիտեմ արդեն ով է ինչ ուղղություն ցույց տալիս։ Այդպիսի բաներ պետք է քննարկվի համ մարզպետարանների հետ, համ առաջնակարգ համայնքների եւ քաղաքապետարանների հետ։ Պարզ օրինակ բերեմ, առաջնացված տեսնենք, ես էլ չլինեմ, մեր ուժն էլ որ ներկայացավ, այստեղից շատ բաներ կան, օրենսդրական փոփոխություններ։ Սեփական հողի վրա աբորինի շինարարություն կատարելը կտուգանվի 700,000-ից սկսած մինչև միլիոններ, քաղաքային, համայնքային հողի վրա աբորինի շինարարությունը 200,000 դրամ։ Որ աբսուրդ է, սխալ է, պետք է փոփոխությունները այդպես լինեն, որ քաղաքացին հասկանա, որ չի կարելի քաղաքային հողի վրա աբորինի շինարարություն կատարել։ Դա ավելի հասկաբաշխական գումարների բանքան է։ Ձեր նշանակման վերաբերյալ ասացիք, որ դա երկար քննարկումների արդյունք է եղել, տրամաբանական է եղել այդ քայլերը։ Ես հիշում եմ նաև պարոն Ղուկասյանը մեծ այդ զրույցի ժամանակ նշեց, որ վստահելի մարդ պետք է նշանակվի առաջին քաղաքապետ եւ հենց այդ պաշտոնն է, որ չի զիջելու։ Հիմա դուք նշում եք, որ ամսի 17-ի որոշմանն եք սպասելու, դատարանի որոշմանը, այն դատարանի, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ չկա որևէ մի դատավոր, որ իր ասածը չանի, եւ մի դատարանի որոշմանն եք սպասում եւ վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները տասնամյակներով ճաղերի ետևում են լինելու։ Դուք դատարանից ինչ ակնկալիքներ եւ սպասելիքներ։ Ճիշտ ասած չեմ ուզում մեկնաբանել այդ, որովհետեւ չգիտեմ։ Դե այդ հանրությանն է ուղված։ Հավատացեք, այդ խոսքերը ուղված են հանրությունը հանրային կարծիք պետք է ձևավորվի դրա համար։ Իմ կարծիքով չէ,
այսպես ասեմ, մյուսի կարծիքով չէ, մյուս քաղաքական գործիչի կարծիքով չէ, պետք է հանրությունը, հասարակությունը հասկանա, արդյոք ինքը ցանկություն ունի այդպիսի իրականության մեջ ապրի։ Դրա համար էլ չեմ ուզում մեկնաբանել։ Վարդան Ղուկասյանը այդուհանդերձ ազատ է արձակվելու Նիկոլ Փաշինյանի Չգիտեմ, ես այդպիսի բաներ չասեցի։ Ես ասեցի, չեմ մեկնաբանում այդ որպես իրավաբանական կրթություն ստացած մարդ իմ վերլուծություններով եւ ամբողջ դատական process-ների մասնակից լինելով հանդերձ գտնում եմ, որ դատարանը այլևս էլ հիմքեր չունի։ Մինչև էլ չուներ հիմքեր, հիմա առավել եւս չունի։ Սպառվել են այն ամեն ինչը, ինչ որ մեկնաբանել են։ Ես դա եմ, որպես իրավաբան եմ ես հիմա խոսում, այդ ամեն ինչի հետևելով, վերլուծելով։ Այսինքն քաղաքական որևէ պայմանավորվածություն չկա այդ ամեն ինչի հիմքում Վարդան Ղուկասյանի ենթադրյալ ազատ Ինչ կարող է լինի։ Քաղաքական պայմանավորվածություն ունենանք 9 ամիս առաջ կենենք, չի մի կեն։ Ով ասեց։ Դուք ինչ գիտեք։ Հիմա եղել է չի ստացվել։ Ուրեմն Գյումրու քաղաքապետին, չգիտեմ, դուք հաստատ ավելի լավ կճանաչեք, գիտեք թե ինչ բնավորության տեր մարդ է, ինչպիսի տեսակետներ ունի, ինչպիսի դիրքորոշումներ ունի, միանշանակ ձեզ ասում եմ, չկա այդպիսի բաներ։ Ես զուտ հիմնվում եմ իմ խոսքերին, նորից եմ կրկնվում իրավական գնահատականների վրա, իրավական վերլուծություններով են այդ հայտարարությունները դրա հիման վրա է։ Միանշանակ չի կարող ուրիշ բան լինել դրա տակ։ 8 միլիարդանոց ծրագիր ներկայացվեց սուբվենցիոնի։ Եթե հիմի ասում եք բնակարանաշինության հետ կապված դեռ սուբվենցիոն ծրագիրը չի հաստատվել, ինչ ակնկալիք ունեք, Չէ, ուրեմն ասեմ ձեզ, մենք մեր աշխատանքներն ենք ցույց տալիս, որ անպայման միշտ ինչ եկել ենք 25 թվականից օգտվել ենք սուբվենցիան ծրագրերից եւ շարունակում ենք օգտվել։ Այսօրվա ավականու որոշումն էլ դա է հաստատում, որ ընդհակառակը մենք ծավալներն էլ ենք մեծացնում եւ պատրաստ ենք համագործակցել աշխատել։ Ոչ մի խնդիր չունենք սուբվենցիոն ծրագրերից չօգտվելու համար։